Ողջույն, եթերում մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ Հավրապայի դպրոցի երկրորդ դասարանցիներն են։ Մեր կրթահամալիրում շարունակվում են թումանյանական օրերը։ Մենք գտել ենք տեղեկություններ Թումանյանի կյանքի մասին։ Այժմ կներկայացնենք դրանք։ Ձեզ բարի ունկնդրում։ Թումանյանը հայ մեծ բանաստեղծ է, նաև հասարակական գործիչ է։ Նրան ասում են ամենայն հայոց բանաստեղծ։ Ծնվել է Լյուրու Դսեղ գյուղում։ Սկսել է գրել շատ երիտասարդ հասակում։ Առաջին բանաստեղծությունը գրել է պատանեկության տարիներին։ Նրա հայրը քահանա էր եղել։ Նրա ընտանիքում տիրում էր կրթված ու գրական մթնոլորտ, ինչը մեծ ազդեցություն ունեցավ ապագա գրողի վրա։ Նա նաև հաշտեցնող դեր ուներ։ Հաճախ միջնորդում էր գյուղացիների վեճի ժամանակ։ Նրան հարգում էին ոչ միայն որպես գրողի, այլ որպես իմաստուն մարդու։ Նա սովորել է Թիֆլիսի Նեցիսյան դպրոցում, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի ավարտել ուսումը։ Հետո զբաղվել է ինքնակրթությամբ և դարձել է ժամանակին ամենակիրթ մարդկանցից մեկը։ Նա ունեցել է շատ մեծ ընտանիք, 10 երեխա։ Նա շատ էր սիրում երեխաներին և գրել է բազմաթիվ հեքիաթներ հենց նրանց համար։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են Անուշը, Գիգորը, Քաջնազարը, Սուտասանը, Շուննկատուն և ուրիշներ։ Թումանյանը կյանքի մեծ մասը ապրել է Թիֆլիսում։ Այսօր այնտեղ գործում է նրա տուն-թանգարանը։ Կյանքի վերջին տարիներին բուժման նպատակով եղել է Եվրոպայում, սակայն առողջական վիճակը չի բարելավել։ Նա մահացել է 54 տարեկանում։ Թաղված է Երևանում Կոմիտասի անվան Պանթեոնում։ Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, իսկ Լոռու Դսև գյուղում նրա տուն-թանգարանը։ Այսքանը Թումանյանի կյանքի մասին։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։